Բագրատ Սրբազանին քաղբանտարկյալ համարում եք։ Չէ, Սրբազանով բավուր քաղբանտարկյալ, նա հոգևոր առաջնորդ է, ինչ։ Իսկ ինչու կալանավորեցին իրան։ Պետք էր կալանավորեցին։ Ոչ, ինքը հանցագործ է։ Քաղբանտարկյալ, չմենակ Բագրատ Սրբազանին, սա Հայազն է քաղբանտարկյալ։ Ես ընդհանրապես ոչ մեկին ոչինչ չեմ համարում։ Իսկ ըստ ինչու կալանավորեցին Սրբազանին։ Ազիզ ջան, չի հետաքրքրում ոչ թե քաղաքականությունը չի հետաքրքրում, այլ ընդհանրապես չեմ վստահում ես էլ ոչ մեկին։ Ցավոք սրտի սա ես ուզում եմ, որ արձանագրեք, սա ցավով եմ ասում, որովհետև համարում եմ, որ սա մեր վերջ։ Ոչ իշխանական կողմին եմ ես հավատում, վստահում եւ ոչ ընդդիմադիր։ Առավելևս երկուսին համաձայն։ То когда она нашла этого лысого Ինչու кота, իրեն կալանավորեցին ըստ ձեզ։ она сразу Вот и же հոգևորական превратила его у իրավունք себя ունի, дома, но այսպիսի она не քաղաքական знала, что это գործերի մեջ решение խառնել։ превратит ее жизнь в настоящий կարելի։ кошмар. Գուրիջան, ես դες բաների հետ կապ չունեմ, ցավ։ Չէ, Իսկ ինչու կալանավորվեց ըստ ձեզ։ ես քաղաքականությունով չեմ զբաղվում, որտեղ չեմ հասկանում։ Եթե իրեն ապացուցեն իր ամեն ինչը, իհարկե, Ոչ, Իսկ ինչու նրան կալանավորեցին ըստ ձեզ։ ճիշտ արեցին։ Անպայման։ Բոլորը, որոնց հիմա ձերբակալել են ու մինչև այդ է, բոլորը քաղբանտարկյալներ են։ Դա բաց է։ Այնի, որ կատարում են Հայաստանի Հանրապետությունում, իմ կարծիքով դա Հայաստանի Հանրապետության վերջն է բերելու։ Եթե այսպես գնաց, մի տարվա մեջ Հայաստանի Հանրապետություն չի հավատացի։ Ոչ։ Իսկ ինչու ըստ ձեզ նրան կալանավորեցին։ Բալես, որովհետև կրոնի այդ սրբազան բառը, նախ սրբա պիղծ կարող եմ ասել, տավուշում ջրհեղեղ է եղել, ինքն դե ժողովրդին հավաքել է, ով որ իր խելքին են եղել, հասել է մինչև ստեղ։ Եկել է հրապարակի վրա ժամանակա ցույց տվել, հետո զգացել է, որ ինքը իզորու չի ինչ-որ մի բան անելու, նախ ամենավերջին անգրագիտությունը նրանից թափվում է, որ նա սրբազանի բառապաշար չուներ, որ ժողովրդի մեջ իրան վերաբերում է։ Այդ հակոս, այդ շոյերը հակած դա ինչ է ուզում քարոզել, ներողություն ինչ է ուզում քարոզել, այս վաղ ժամանակներում իշխանափոխություն, դա է իրան ուզում։ Իրա վեհարանը, իրա խուցը իրան բավական էր, իրանով է թույլ տվել, նա քաղաքական չի, նա քաղաքական մանիպուլյացիոն իրա անձը արատավ, ինքը իրան, ժողովրդական այսպիսի ասացված կա, խոսիր, որպեսի ճանաչեմ քեզ։ Մինչ այդ ես իրան օրինակ կվերաբերվեի խորին ակնածանքով, բայց իրա գործնեությունը, իրա այդ սխանդը, այդ փողոցները փակել է, ես իմ ավել պակաս բառամթերք օգտագործելու սուտի բաներ խոսալ եւ այլն, իրան անձը վարքաբեկես դարձել սովորական հասարակ մարդկանացու, ինձանից էլ քեզանից էլ ավելի վատ մարդ։ Դրա համար ես իրան քաղաքական չէ, ինչ ես ով կարող է որևէ բան ասի նախորդ Գարեգինից առաջ, նախորդ բանի մասին, կաթողիկոսի մասին, Չորեքչյանի մասին, Խրիմյան հայրիկի մասին, սրանք պատմության մեջ Հռոմի պապի մասին, որոնց անունը տալուց դու ակտածանք ես, բայց Գարեգին երկրորդ թալ, ես չեմ էլի բացել, որ անունը ինչա, կտրիչ հա, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ես օպերայի մոտ էի ապրում, գլխատվեց մեր ազգային ժողովի սերուցքը, ինքը ներկա էր դրան և ինքը հետո օծվեց, դա ինչ կենսագրություն է, ինչ Գարեգին երկրորդի կամ վեհապարի մասին է խոսքը, որ իր աննմաններն էլ այդպիսիներին պաշտպանում են, ովքեր որ ես ինչի գիտեմ, ես այստեղ տխնդրեմ, միշտ այստեղ կարդացել այստեղ միշտ ես տխնդրեմ, որտեղ ես խոսում եմ պաշտոնական տվյալներով, քուչի բառապաշար չեմ օգտագործում, որ որևէ մեկը ասի, ես էլ կրկնեմ, ուզում եմ ասել։ Կենսագրություններ կա, որ ժամանակի մեջ կարդում ես, մեկը մեկի հետ կապված է, պատմակադորեն եւ բերում է արդյունքը նրան, որ դու իր մասին լավ
բան ասել չես կարող։ Ցավում եմ, բանես, բայց այդպես է։